Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Փաշինյանը զանգահարել է Միշուստինին, ինչ է Երևանը քննարկել Մոսկվայի հետ։ Սահմանադրական դատարանում մեղադրանքները շարունակվել են, եզրափակիչ ելույթներն են հնչել, դատավորները վճիռն են որոշում։ Սահմանադրական դատարանի վճռից առաջ բարձրացրել են դատավորների աշխատավարձերը, ինչ հարցեր է առաջացնում որոշումը։ ՔՊ-ում շարունակում են պաշտոնները բաժանել, ովքեր են հավակնում ստանալ խմբակցության ղեկավարի պաշտոնը։ Կանաչ այգին կդառնա շինհրապարակ, Բաղրամյան փողոցում առավոտը ծառահատումով է բացվել։ Խցանումները շարունակվում են, ինչու են բացումից 3 օր անց քանդել Ավետիսյան փողոցը։ Վերջին ամիսներին սառած թվացող հայ-ռուսական հարաբերություններում հերթական շփումն է գրանցվել։ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Պաշտոնական հաղորդագրություններում խոսվում է տնտեսական, գիտատեխնոլոգիական եւ հումանիտար գործակցության մասին։ Սակայն Մոսկվան հատուկ ընդգծում է, որ զանգը եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Սա պարզապես աշխատանքային կապ է, թե Երևանը փորձում է նոր ազդակներ հաղորդել Ռուսաստանի հետ հարաբերություններին, դեռևս պարզ չէ։ Մինչ արտաքին քաղաքական օրակարգում խոսվում է նոր շփումների մասին, արդեն 6-րդ օրն է Սահմանադրական դատարանը քննում է խորհրդարանի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված 7 քաղաքական ուժերի դիմումները։ Այսօր դատավարության մասնակիցները հանդես են եկել եզրափակիչ ելույթներով, որից հետո ՍԴ-ն որոշում է կայացնելու։ Այն հրապարակվելու է հուլիսի 4-ին։ Քննարկումների առանցքում շարունակում է մնալ ընտրողների մասնակցության տվյալների շուրջ առաջացած վեճը։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ ազգային ժողովի ընտրությունը չի համապատասխանել Սահմանադրության 7-րդ հոդվածի պահանջներին եւ չեն եղել ազատ ու հավասար։ Նրա խոսքով դիմումով ներկայացվել են ընտրական գործընթացի բոլոր փուլերում արձանագրված մինչև քվեարկության օրը, քվեարկության ընթացքում եւ դրանից հետո տեղի ունեցած զանգվածային եւ համակարգային ընտրախախտումները։ Հավասար ընտրությունների մասին երբ մենք դատողություններ ենք անում, ինչ է չէ Սահմանադրական դատարանը իր որոշումներում միշտ ընդգծել, որ հավասարության երաշխիքը Սահմանադրական կարգի հիմունք նորմ հանդիսացող 7-րդ հոդվածից բխող առաջինը իրենից ենթադրում է հավասար հնարավորություններ։ Հավասար հնարավորություններ բոլոր ուժերի համար, որոնք մասնակցում են ընտրություններին։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը նվազագույն դրա երաշխիքը չի ունեցել, որովհետև ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի դեմ ապրիլի 7-ին ընտրական օրենսգիրք է փոփոխվում, որ անձնանուն չօգտագործվի, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդի Սամվել Կարապետյանի անունը չօգտագործվի։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանն էլ եզրափակիչ ելույթում հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում վերջին 5 օրերի քննարկումները ցույց են տվել, որ ԿԸՀ-ն անգործություն է դրսևորել։ Եթե վերահսկողությունը երբեք չի աշխատելու վարչական վարույթներով կամ այլ ընթացակարգերով, ապա ինչի համար այն ընդհանրապես գոյություն ունի, ինչի համար առհասարակ գոյություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Եթե սա պիտի լինի իրենց աշխատանքը, եթե ուղղակի ընտրական միջոցառումներ եւ քվեարկության օրվա միջոցառումներ կազմակերպող պետքա լինեն, ավելի լավ է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհանրապես փակել, փոխարենը այդ գումարը պետական բյուջեից հատկացնել Domino Video Production-ին, որը հաստատ ավելի լավ կկազմակերպի այդ միջոցառումները բլեքջեքով եւ դրոններով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանն էլ հայտարարել է, որ ԲՀԿ-ի ձայները ԿԸՀ-ն սխալ մուտք է արել։ Եթե ճիշտ հաշվեր, հուլիսի 8-ին պիտի ասեր, որ կուսակցությունն անցել է ազգային ժողով։ Նրա խոսքով ապացուցված է, որ ԲՀԿ-ն խախտում չունի, ստացել է 58500 ձայն։ Մեղավորը ԿԸՀ-ն է։ 26 թվականի հունիսի 9-ին հաջորդ օրը ԲՀԿ-ն դիմում է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, դիմումը գործի նյութերում կա, որտեղ ասում է, որ ԱԺ ընտրությունների ընթացքում իմ նշված 4 ընտրատեղամասերում ստացված արդյունքները հաշվի առնելով դրանք արտացոլել, պահանջում եմ արտացոլել եւ արձանագրել որպես տվյալ ընտրատեղամասերից ստացված արդյունքներ, ոչ թե վերահաշվարկ, ոչ թե ճշտեք է ձեր աղյուսակը։ Ինչա տեղի ունենում Տիկին Հովհաննեսյանը ներկայուս չի այդ միասին, կոմպյուտերում այդ թվերը ուղում են։ Այդ պահի դրությամբ ԿԸՀ-ն արդեն գիտի, որ ԲՀԿ-ն հաղթահարում աշեմ է։
Հետաքրքիր է, որ դատարանի վճռիտ ընդամենը օրեր առաջ հայտնի է դարձել, որ սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը բարձրացվել են։ Ընտրություններից առաջ են որոշել, որ ավելի շատ պիտի բարձրատրվեն ՍԴ նախագահը, փոխնախագահը եւ դատավորները, ինչի համար պետական բյուջեից նախատեսվել է ավելի քան 46 միլիոն դրամ։ Կառավարությունը դա բացատրում է դատարանի անկախության ամրապնդման անհրաժեշտությամբ, մինչդեռ ընդդիմախոսները հարց են բարձրացնում ոչ թե որոշման օրինականության, այլ դրա ընտրված ժամանակի եւ հնարավոր քաղաքական ենթատեքստի վերաբերյալ։ Անի Աբաղյանն է անդրադարձել թեմային։ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերն արդեն բարձրացվել են։ Ըստ մամուլի, Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ 7 դատավորների հավելավճարի համար պետբյուջեից 46 միլիոն 775 հազար 40 դրամ է հատկացվել։ Կառավարությունը Արդարադատության նախարարության առաջարկած նախագիծը 2026-ի հունվարից է քննարկել։ Արդարադատության նախարարությունը աշխատավարձի աճը հիմնավորել է սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի լիարժեք անկախության, դատավորների նկատմամբ արտաքին ազդեցությունների նվազեցման նպատակներով եւ սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կայունության ապահովմամբ։ Բայց ինչու ընտրությունից առաջ բարձրացվեց դատավորների աշխատավարձը։ Այստեղ չկա քաղաքական պարզ հաշվարկ, հետընտրական հնարավոր զարգացումները հաշվի առնելով։ Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի խոսքով իրավական տեսանկյունից խնդիր չկա, բայց քաղաքական առումով այն ակնհայտ է։ Քաղաքական առումով բնականաբար դա ընդունելի չէ, թույլատրելի չէ, հենց նրանց կողմից քննվող գործի ընթացքում բարձրացնելը։ Տեսեք, սա ավելի շատ բարոյականության խնդիր է, քան իրավական խնդիր։ Իրավական առումով որևէ արգելք չկա, բայց բարոյական առումով լիքը հարցեր կան։ Սահմանադրական դատարանի դատավորների, նախագահի եւ փոխնախագահի աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը նման է թոշակն ընտրությունից ամիսներ առաջ բարձրացնելուն։ Իշխանությունը օրինական ընտրակաշառք է բաժանել, նշում են զրուցակիցներս։ Սահմանադրական դատարանի կարևորագույն որոշումից առաջ բարձրացնել աշխատավարձեր, փողոցային պայքարի ժամանակ ցույցերի խրումից հետո պարգևավճարներ տալ ոստիկանության պետավորներին, այս ամեն ինչի մեջ մի տրամաբանություն ակնհայտ է, քաղաքական շահի տրամաբանություն։ Հասարակությունը կառավարության որոշումների տողատակերը հասկանում է, նշում են զրուցակիցներս։ Օրենքը նման փոփոխություն չի արգելում, սակայն դրա ժամանակային համընկնումը լուրջ կասկածներ է հարուցել դատական իշխանության անկախության ընկալման շուրջ։ Թոշակների բարձրացման առումով իրավական արգելք չկար, եւ այս առումով իրավական արգելք չկա, բայց քաղաքական եւ բարոյական հարթության մեջ բնականաբար դա խոցելի վարքագծի դրսևորում է։ Սրբուհի Գալյանի խոսքով աշխատավարձերի բարձրացման նախագիծ կառավարությանն ավելի վաղ էին ներկայացրել։ Խոսքը 2025 թվականին հրապարակված նախագծի մասին։ Մինչ կառավարությունը պնդում է, որ փոփոխությունները միտված են բացառապես դատական իշխանության անկախության ամրապնդմանը, ընդդիմախոսները շարունակում են հարց բարձրացնել ոչ թե նախաձեռնության օրինականության, այլ դրա քաղաքական նպատակահարմարության եւ ընտրված ժամանակի վերաբերյալ։ Հենց այս հարցն էլ շարունակում է մնալ քննարկումների առանցքում։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սկսել է իր առաջին պաշտոնական այցը Հարավային Կովկաս։ Նա արդեն Բաքվում է, հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ապա կայցելի Երևան բանակցություններ վարելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Բրյուսելի օրակարգում ըստ պաշտոնական լրահոսի առանցքային տեղ են զբաղեցնում էներգետիկ գործակցությունը, առևտրային կապերի ընդլայնումը եւ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը։ Մինչ Բրյուսելը փորձում է խորացնել գործակցությունը, Հայաստանի հետ կառավարությունն արդեն քայլեր է ձեռնարկում եվրոպական շուկա հայկական արտադրանքի մուտքը հեշտացնելու ուղղությամբ։ Ըստ պաշտոնական լրահոսի, Հայաստանը փորձում է իր օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրոպական միության պահանջներին նոր արտահանման հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Կառավարությունում ներկայացվել է օրենսդրական փաթեթ, որը սահմանում է այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն ձկնաբուծական տնտեսություններն ու ձկնամթերք արտադրողները եվրոպական շուկա մուտք գործելու համար։
Թեպետ պետական ապարատը շուտով լուծարվելու է, ԿՊ-ն շարունակում է պաշտոնների եւ դերերի վերադասավորումները։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ԿԳՄՍ երկու փոխնախարարի՝ Դանիել Դանիելյանին եւ Հասմիկ Ավագյանին, իսկ Տիգրան Միրաբյանին, Երևանի նախկին փոխքաղաքապետին, նշանակել է ԿԳՄՍ փոխնախարար։ Հայտնի է նաև, թե ովքեր են առաջադրվել ԿՊ խմբակցության ղեկավարի պաշտոնին։ Տեխնատուներն են Արուսյակ Մանավազյանը եւ Արթուր Հովանիսյանը։ Երկու շատ արժանի տեխնացուներ այս պահին ունենք, չգիտեմ դեռ ելով կունենա, ելում տեխնացությունը կունենանք։ Քարտուղարի հարցը, թե դա արդեն այլ Դա ենթադրում եմ ավելի հետո։ Նաև ընթացակարգն էլ հետո կքննարկենք նաև առաջադրման ընտրության։ Երևանցիները 3 ամիս սպասեցին, որպեսզի Ավետ Ավետիսյան փողոցը վերաբացվի, բայց երթևեկությունը վերականգնվեց ընդամենը 3 օրով։ Աշխատանքների որակի պատճառով նոր ասֆալտը կրկին քերվել է, փողոցը նորից փակվել, իսկ քաղաքապետարանը հայտարարում է, որ կապալառուի աշխատանքը չի ընդունել եւ թերությունների վերացման համար համայնքային բյուջեից լրացուցիչ գումար չի ծախսվելու։ Սեդա Կյուրեղյանն է գնացել խնդրի հետքերով։ Ավետ Ավետիսյան փողոցը 3 ամիս փակելուց հետո հունիսի 26-ին վերջապես բացվեց 3 օրով։ Ասֆալտի նիշից ցածր դիտահորերի, ճաքերի ու անհարթությունների պատճառով քաղաքապետարանը չի ընդունել ասֆալտապատողի աշխատանքը։ Վերջին կետերը, որ պետք է դրվեն, դա իդեալական հարթության եւ որակի ասֆալտն է։ Բացումից 3 օր անց փողոցը քերել են, հանել դիտահորերն ու ծավալուն աշխատանքներ են կատարում։ 176 միլիոն դրամ էր ծախսվել քաղաքի բյուջեից Ավետիսյանը նորոգելու համար, եւս 10% ավելացվել հետագայում։ Իսկ այդ ավելացումը մայթերի հետ է կապված, մի կողմի մայթը լայնացվել է, մայթը ամբողջությամբ նորոգվել է, վերգետնյա լարերն են անցը գետնի տակ, դրանց հետ էր կապված այդ ավելացումը։ Դարփինյանը փոխանցեց թերությունների ուղղման համար համայնքը գումար չի ծախսի, կապալառուն ինքն է հոգալու անհրաժեշտ ծախսերը, Ավետիսյանը կբացվի 2 օրվա ընթացքում։ Իսկ Բաղրամյան պողոտայի 18 կոտորակ 2 հասցեի բնակիչներն այսօր արթնացել են հողափոր մեքենաների աղմուկից։ Տարիներով խնամված կանաչ տարածքը շուտով կվերածվի շինհրապարակի։ Բնակիչները պնդում են, որ վտանգված են նույնիսկ կարմիր գրքում գրանցված ծառերը։ Քաղաքապետարանում սակայն ասում են, որ տարածքը մասնավոր է, իսկ շինարարության համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները տրված են։ Անահիտ Սարգսյանն է պատմում։ Երևանի Բաղրամյան պողոտայի 18 կոտորակ 2 հասցեում գտնվող կանաչապատ տարածքը կվերածվի 9.7 մետրանոց երկհարկանի շենքի, իսկ հարակից շենքի բնակիչների տնկած ծառերն ուղղակի կհատվեն։ Կտրում են ու պարշի ինչու, խոստացան, որ չեն կտրի ինչ-որ թփեր կա այստեղ շատ գեղեցիկ, վարդեր էին ուրիշ։ Այդ լրիվ մի առավոտ շատ շուտ եկել կտրել էին, որ մենք չկարողանանք դիմադրել։ Չգիտեմ մեզ ոնց է կազմակերպված, ով է կազմակերպում, բայց տխուր է վիճակը։ Տեղի բնակիչների խոսքով աշխատանքները սկսվել են հանկարծակի, քնած էին, գիշերվա 5-ին հողափոր մեքենան անակնկալի է բերել։ Տիկին Նինան, որ ծնված օրվանից հարակից շենքում է ապրել, շատ է ափսոսում, որ այգին նման ճակատագիր ունեցավ։ Ամեն անգամ պատվաստում ենք, չգիտեմ ինչ էինք անում, ջրում ենք, ամեն ինչ անում ենք, որ այդ տարածքը սիրուն երևա։ Համենայն դեպս քաղաքապետարանից ծառաբան է եկել, ուսումնասիրել ու փաստել, որ ծառերից մի քանիսը նույնիսկ կարմիր գրքում են գրանցված եւ չի կարելի կտրել։ Դենդրոլոգը եկել է, ասել է, մինչև մենք թույլտվություն չտակ, որ ծառը կարելի է, որ սա օրինակ կարմիր գրքի մեջ է, պարզվում է այդ մեծ ծառերը, սա կարմիր գրքի մեջ է, դա չի կարելի ձեռ տալ։ Բայց մասնագետի ու հողափոր մեքենայի գնալուց հետո մեկ է շարունակել են աշխատանքները, որը մեզ այսօր թույլ չտվեցին նկարել։ Ու դրանից հետո էքսկավատորը գնացել է երեք, թե այսօր չգիտեմ, ու էլի իրանք սկսում են փորել։ Մենք ասում ենք, բա քաղաքապետարանի դենդրոլոգը ասել է, չի կարելի ձեռ տալ, մինչև իրանք օֆիցիալ թուղթը չբերեն։ Որ ծառը Այս տարածքը դեռևս 2020 թվականից անընդհատ վերավաճառվել է, իսկ դրանից առաջ բավականին հետաքրքիր պատմություն է ունեցել։ Նախկինում այստեղ ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է եղել, որտեղ հիմնվել է այգի։ Այստեղ բնակելի շենքն է, որտեղ որ ապրում են ֆիզիկոսները, տնօրենները, Ալիխանյաններ են ապրել, երկու բնակարան եւ
Իմ մամաս այդ տաբլիչկան քաղաքապետարանա դրել ակադեմիկոս կինը Թինա Ասացյանի, շատ հայտնի ֆիզիկոս է։ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության ղեկավար Ալիկ Վարդազարյանի մեկնաբանմամբ ծառերի հատման համար փորձաքննության անհրաժեշտություն չկա, քանի որ տարածքը մասնավոր է, սեփականատերը կարող է որոշել կտրել ծառերը, թե ոչ։ Ներկայությամբ այդ 270 քառակուսի մետր, եթե չեմ սխալվում, սեփականությամբ հասարակական նշանակության հողատարածքի վրա, որը որ դեռևս 2020 թվականին էլ ունեցել նախագծման թույլտվություն։ Վարդազարյանը մանրամասնում է, շինարարության թույլտվությունը կա արդեն 2022 թվականից, սակայն 2026 թվականի 3-րդ ամսին են դիմել երկհարկանի հասարակական նշանակության շենքի կառուցման համար։ Սեփականատերը Արա Խաչատրյանն է։ Որպես շինություն միջինից բարձր ռիսկայնությամբ օբյեկտ է, այդ պատճառով փորձաքննության բազմաթիվ փուլերով է անցել։ Մասնավորապես հարակից շենքի նիշի բարձրության, երեսպատման նյութի պահպանման, ընդհանուր վիզուալ ընկալումը Բաղրամյան պողոտայից պահպանելու եւ այլն։ Մտահոգությունը սակայն միայն ծառահատմամբ չի սահմանափակվում։ Բնակիչների խոսքով իրենց շենքը կառուցվել է 1946 թվականին եւ ունեն մտավախություն, որ նոր շինարարությունը կարող է ազդեցություն ունենալ շենքի ամրության վրա։ Դիմել են փաստաբանի օգնությանը, ինչպես նաեւ մասնագետների են հրավիրել շենքի տեխնիկական վիճակը գնահատելու նպատակով։ Հաստատի շինարարության իրականացման ժամանակ կառուցապատողը ինքն է պարտավոր ըստ օրենքի համաձայնության գալ հարևան բնակիչների հետ, հակառակ պարագան, եթե ինչ-որ տեխնիկապես անվտանգային կանոնների կամ այլ հարցերի իրականացման ժամանակ ինչ-որ բան չի պահպանվել ու արդյունքում եթե հարևան հողատարածքի սեփականատիրոջը կամ բնակիչներին ինչ-որ վնաս է հատկացվել, դա իր պարտականությունն է լինելու։ Կառուցապատող Ֆիլիշին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կապ հաստատելիս մեր հարցերին ի պատասխան հնչեց միայն մեկ պարզաբանում. շինարարության համար առկա է անհրաժեշտ թույլտվությունը, սակայն հարակից բնակիչների կարծիքը, ինչպես երևում է, հաշվի չի առնվել։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսրայելի բանակը դուրս չի գա Լիբանանի տարածքից, քանի դեռ գտնում է, որ սպառնալիք կա Հեզբոլլահ խմբավորումից, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որը երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ մեկնել է Լիբանանի հարավ եւ այցելել Իսրայելի ռազմական վերահսկողության տակ գտնվող սահմանային շրջաններ։ Քանի դեռ Հեզբոլլահն այստեղ է եւ սպառնում է մեզ, մենք կմնանք։ Մեր ուղերձն է, եթե սպառնալիք եք տեսնում, գործեք, ասել է Նեթանյահուն դիմելով զինվորներին։ Իսկ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ նույնիսկ հիմա, երբ բանակցություններ են վարում Ամերիկայի հետ, չեն բանակցում ընկերոջ հետ։ Բանակցում են անվստահելի թշնամու հետ, որն անպայման գործողություններ կձեռնարկի առաջինից հնարավորության դեպքում։ Ըստ իրանցի պաշտոնյայի, մարդը կարող է լավ բանակցել միայն այն դեպքում, երբ պատրաստ է պատերազմի։ Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը հիանալի դերքում է, անկախ նրանից, թե ինչպես են ընթանում Իրանի հետ բանակցությունները եւ անկախ այդ բանակցությունների հնարավոր ձախողումից։ Վենսը պնդել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրն ու ռազմական ներուժը ոչնչացվել են եւ զգուշացրել է, որ Թրամփը հստակ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա Իրանի ցանկացած հարձակում կհանգեցնի ԱՄՆ ռազմական պատասխանի։ Այժմ լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ լուրերը։ Հաջողություն։